որ այս օրակարգը ձևավորվել է Երևանում Թուրքիայի հետ համատեղ այս օրակարգով այդ մարդիկ ուղղակի ինֆորմացիա չունեք դրա համար ցավոք սրտի անցյալ տարվա սեպտեմբերին Էրդողանի եւ Տրամպի հանդիպման ժամանակ Նյու Յորքում Էրդողանը երկար բացատրություն է տալել Տրամպին ավելին կարամ ասեմ Միացյալ Նահանգներում շատերը համաձայն չեն եղել դրա հետ ու ասեմ ինչի որտեղ մտեք կա հրեական համայնք եւ հունական համայնք որոնք համաձայն չեն եղել որ Հայաստանը կլանվի Թուրքիայի եւ Ադրբեջանի իրանց շահերի պատճառով որտեղ չեն ուզեցել որ Թուրքիայի դերը շատ մեծանա Իսրայելին եւ Հունաստանին վտանգ ա եղել իրանք Միացյալ Նահանգներում Միացյալ Նահանգների Թուրքիայում Միացյալ Նահանգի դեսպանի մեծ ջանքերի արդյունքում մեծ ջանքերի արդյունքում Էրդողանին համոզել են որ Տրամպը կարողանա այդ հարցում թուրքական կողմը բռնի եւ հիմա Վենսը որ եկել է այդ ուղղությամբ իսկ Հայաստանի կողմից ոչ միայն դիմադրություն չի եղել այլ Հայաստանը Էրդողանը հայտարարել է Տրամպին որ Հայաստանը իմ գրպանում է Հայաստանի դիրքորոշումը դա իմ դիրքորոշումն է սա է հիմա այդ դրանից հետո ես ելնեմ ասեմ որ ամերիկացիները մեղավոր են դա կներեք ամերսունակությունն է տես բան ասելը եւ ժողովրդին ասեմ որ գիտեք ինչ ժողովուրդ ջան ամերիկան ուզում է ձեզ կործանի ամերիկան չի ուզում կործանի դու այս իշխանությունը որ ունես այս իշխանությունը ամերիկան չլինի Չինաստանը չլինի absolutely քեզ կկործանի ասեմ այս իշխանությունը պետք է փոխենք ամերիկային ասենք այս օրակարգը որ դու բերում ես այո բացում ենք եւ ասում ենք հետեւելը հարգելի որ այս ծրագիրը որ իրականացնում հարգելի ամերիկացիներ այս օրակարգը մենք այս օրակարգը մերժում ենք այս օրակարգը, որտեղ այս օրակարգը մեր կործանման օրակարգն է, բայց մենք ձեր հետ կարանք ուրիշ օրակարգ աշխատացնենք։ Մենք արհեստական բանականության ոլորտում դուք առաջամարտիկ եք աշխարհում եւ դուք էլ շահագրգռվածություն ունեք, մենք էլ շահագրգռվածություն ունենք։ Մանավանդ մեր հայկական սփյուռքը Կալիֆոռնիայում շատ ուժեղ ինտեգրված է այդ համակարգից, շատ լավ գիտեմ, գետնի վրա գիտեմ ինֆորմացիա։ Մենք կարող ենք լուրջ մակարդակի համագործակցենք, մանավանդ որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի մեջ մեծ ծրագրեր կան ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Մենք կարող ենք ներգրավենք այդ process-ի մեջ։ Մենք ամերիկացիներին ոչ թե թշնամի պետք է հայտարարենք։ Մենք ասենք այս օրակարգը, որը Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ միասին ձեզ համոզել է, մենք մերժում ենք։ Սա պաշտոնապես հայտարարում եմ եւ պաշտոնապես հայտարարում եւ մեր անունից եւ մեր թիմակիցների եւ մեր մարդկանց ովքեր մեր գործընկերներ պետք չի Միացյալ Նահանգներին թշնամի հայտարարել Միացյալ Նահանգներին պետք է ասել որ այս օրակարգը մենք մերժում ենք մենք ուրիշ օրակարգ ենք առաջարկում որը մեր համար դրական է եւ պետք չի մեր ժողովրդին վախեցնել որ ժողովուրդը տարբերակ չունի միջև իշխանության փոխելը եւ ասելը անելը իգիտություն բոլորիդ կարողացել են համոզել թե ներկայացնել ինչպես դուք ասեցիք մեր դավաճանական իշխանությունները Թուրքիայի հետ միասին Միացյալ Նահանգներն եւ այսօր Միացյալ Նահանգները մասնակից են Հայաստանի կործանման արձանագրում ենք դա արձանագրում ենք բայց դա մեղավորը Միացյալ Նահանգները չէ բայց մասնակից են եւ այս ամեն ինչ ինչ որ արվում է մասնակից են դառնում Հայաստանի հայ ժողովրդի ոչնչացման հայ ժողովուրդը հայտնվելու է 90-ականներից ավելի հայտարարակ վիճակում բայց հատուկ մի հատ բան ավելացրա որ այս նախաձեռնությունը հայկական կողմից է եկել եւ Միացյալ Նահանգներին որ ասես մասնակից դու մի դատապարտի որտեղ դու մարդկանց մոտ կարող սխալ պատկերացում բերես մարդկանց պետքա բերես այն պատկերացումը որ մենք պետքա փոխենք օրակարգը եւ Միացյալ Նահանգները ուտը թշնամի հայտարարենք այլ փորձենք այո բայց քանի որ այսօր այս հրեշավոր օրակարգը կա եւ այդ օրակարգը ողջունվել է եւ մասնակից է դառնում Միացյալ Նահանգները իմացեք դրա մասին ես դա եմ ասում իմացեք մասնակից է չխափնվեք Վենսի էս այցերին ուր են մեր սրբազանեն չի մի բառ չխոսեք ինչի չբարձրաձայնեց ավելին Նիկոլը մի հատ էլ բան արեց որ տեսեք գալիս է հետո հենց այդ նույն նորն եմ հայտարարում որ կաթողիկոսին տանելու եմ ազգային ժողով բնականաբար ինքը չի գալու ես եմ հայտարարել որ մոռացեք Հայաստանի այսօրվա կառավարության ղեկավարը գործում է բառացիորեն բացի բառից բուն իմաստով Թուրքիայի շահերով սա փաստ է Այդտեղ պետք չի արդեն զարմանալ ավելին կարամ ասեմ եթե ամերիկացիները տեսնում են որ քո երկրի ղեկավարը աշխատում է քո թշնամի երկրների շահի տրամաբանությամբ ինքը պետք է գա ձեզ ասի գիտեք ինչ հարգելի ժողովուրդ ջան ախր դուք խելոք ժողովուրդ եք ո՞նց եք դες բան թույլ տալիս ամենասունակությունն է ոչ Միացյալ Նահանգները ոչ Ռուսաստանը ձեզ չեն օգնի հարգելի հայ ժողովուրդ եթե դու ինքդ ոտի չկանգնես եւ չփոխես այս սիտուացիան շատ կարեւոր է իդեպ ասեմ Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան ֆունդամենտալ տարբերվում է հետեւյալ մասով Եթե Հայաստանը պետք է դառնա պրոկլատկա Ադրբեջանի համար, դա իրականում պրոկլատկայի դեր են տալիս։ Ապա Ադրբեջանում Վենսը փաստացի համաձայնագրեր է կնքելու հայ բանը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ։ Դա շատ ավելի լուրջ բան է։
որտեվ Միացյալ Նահանգները Ադրբեջանի դիտարկում են որպես գլխավոր գործընկեր տարածաշրջանում եւ իրենք այստեղ Ադրբեջանը շատ մեծ աշխատանք կա տարել հրեական լոբիի հետ, որտեվ հրեական լոբիի մի մասը Ադրբեջանի կողմն է, մյուս մասը մերժում է, որտեվ վախենում է Թուրքիայի մեծությունից, որտեվ Իսրայելի գործոն կա։ Իրանք կարողացել են հրեական այդ հատվածի հետ ակտիվ աշխատել եւ համոզել, որ Ամերիկան կարա պետքա դիտարկի Ադրբեջանին որպես գլխավոր ռազմավարական գործընկեր տարածաշրջանում։ Իդեպ հետաքրքիր մի բան ասեմ, Իտալիայում Վենսը հանդիպեց Վրաստանի նախագահի հետ եւ մասնավոր զրույցների ժամանակ ինքը նշեց, որ Միացյալ Նահանգների եւ Վրաստանի հարաբերությունները վատթարացել էին նախկին վարչակազմի պատճառով, իսկ մենք ուզում ենք, որ փոփոխվի այդ իրավիճակը, բայց ինչ հետաքրքիր քաղաքացիություն են տանում։ Տրամպի վարչակազմը արգելափակել է հակավրացական սանկցիաների օրենքը բանի այդ կոնգրեսում, բայց միաժամանակ չի ակտիվացնում հարաբերությունները։ Ինչու՞, որովհետև կուլիսային բանակցություններ կան, իրանք ուզում են, որ Անակլա նավահանգիստը չինական ընկերությունից վերցնեն Միացյալ Նահանգներին, վրացական իշխանությունը մերժում է, ինչի, ասում է իմ համար տարածաշրջանային կոմունիկացիոն համակարգերը եւ բազմակողմանի հարաբերությունները ավելի կարեւոր են, քան մենակ Միացյալ Նահանգների հետ ընկերություն անել, այսինքն մենք կողմ ենք Միացյալ Նահանգների հետ ընկերություն, բայց վրացական օրակարգով, ինքը որտեղ ազգային իշխանությունն է, եւ այդ պաուզան դրանով է պայմանավորված։ Հայաստանում, քանի որ այս իշխանությունը կապ չունի Հայաստանի շահերի հետ, նույնիսկ սա հակահայկական, հակապետական իշխանություն է, բառից բուն իմաստով, այս մարդիկ իրանց անձնական շահերը սպասարկելուց հետո Հայաստանի ապամոնտաժման փուլում թռնելու են Հայաստանից, փախնելու են։ Ես ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, դուք 3 միլիոն ժողովուրդ մնալու եք կոնտրաստ դաշտակի առաջ, ինչպես որ ձեր պապերը 15 թվականին մնացել են։ Ես սա ուղղակի զգուշացնում եմ ձեզ։ Դա համար հիմա այդտեղ պետք է ոչ թե պանիկայի մեջ ընկնել, ոչ թե հիստերիայի մեջ ընկնել, ասել որ սո ամեն ինչը կորած, ամեն ինչ մեղած է, ոչ էլ մեղադրել, ասենք, չգիտեմ, գերտերություններին, Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին կամ չգիտեմ ին։ Այստեղ դուք եք որոշում հունիսի 7-ին թե ինչ պետքա, ինչ ու ճանապարհով պետք է գնա Հայաստանը։ Դուք պետքա որոշեք ինքնակործանման ճանապարհով պետք է գնաք, թե վերածնունդի ճանապարհով։ Սա շատ པարզ խնդիր է, եւ ես կարծում եմ, որ մեր ժողովրդին համարել, որ մենք ավարտված անգրագետ ժողովուրդ ենք, որոնք էլեմենտար բան չենք հասկանում, դա վիրավորական է։ Ես ընդունում եմ այն փաստը, որ մեր ժողովուրդը բարձր զարգացած ժողովուրդ չի։ Ավելին կարամ ասեմ, որ մեր ժողովրդի բոլոր մակարդակներով մենք հետ ենք նույնիսկ Վրաստանից, մենք պետական մտածողությամբ հետ ենք նաև Թուրքիայից, Ադրբեջանից, մենք կազմակերպության իմաստով հետ ենք նաև Ռուսներից, մենք շատ ժողովուրդներից ենք հետ, բայց կներես մենք աֆրիկյան ժողովուրդներից տարբերվում ենք, մենք շատ հետամնաց ժողովուրդներից, որոնք, չգիտեմ, այսօր ծառների տակ են ապրում, մենք այդ ժողովուրդը չենք, մենք այնուամենայնիվ, չգիտեմ, կոստյում շարվար հակած գաստուկ կամ ջեմպեր հակած ժողովուրդ ենք, որ գոնե ինչ-որ բաներ պատկերացնում ենք եւ մեզ համարել, որ մենք ավարտված հիմար ժողովուրդ ենք, որ երազում ենք գնալ ինքնաոչնչացման եւ ցեղասպանվել, դա ճիշտ չի դա։ Ի վերջո, այս մարդուն խաբվել ենք մենք 18 թվականին, հա, մեր ժողովուրդը մեծ ամասամբ խաբվել է, որտեղ մարդիկ մտածում են, որ լավ երազանք է գալու, նոր բան է փոխվելու, մանավանդ որ շատ վատ բարքեր կային։ Հիմա մենք փոխանցներն են բերելու, հա։ Բան չունեմ ասելու, այդ խաբվելը եղել է նաև ուկրաինական ժողովրդի մոտ, վրացիների մոտ, ադրբեջան շատ ժողովուրդներ խաբվել են, գիտեք, քանի գունավոր հեղափոխություն է կատարվել։ Մոտավորապես 20 գունավոր հեղափոխություն է կատարվել վերջին 20 տարիների ընթացքում։ Սա ես ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, այսինքն մենակ մեր ժողովուրդը չի հայտնվել այդ թակարդի մեջ։ Ինչպես որ վրացիները կորցրեցին Աբխազիան, Հարավային Օսիան, ինչպես որ Ուկրաինան կորցնում է իր 20 տարածքը, ինչպես որ ժամանակին Էլչիբեը կորցրեց բանը, այսինքն բազմաթիվ մենք էլ կորցրեցինք մեր Արցախը, բայց Արցախի կորուստը պետքա մեզ սթափեցնի։ Մենք գիտակցենք եւ մենք համոզված ենք, որ դա արդեն բոլորին սթափեցրել է, որ այս մարդը, որը խափեփայ է, որը բոլոր հարցերում, բոլոր փուլերում խափել է, բոլոր փուլերում։ Ինքը մի ճշմարտություն չի ասել։ Ղարաբաղստանին խափեց, ասես Ստեփանակերտում Արցախ Հայաստանը վերջ, հիմա Արցախի անունը տերմինը չեն օգտագործում։ Թալանը դա առանձին մի թեմա է։ Դա մի առանձին թեմա է։ Ինքը Հայաստանի ամենահարուստ մարդն է, ժողովուրդ ջան։ Իշխանապողությունից հետո դուք կտեսնեք, դուք շոկի մեջ կհայտնվեք։ Սա է խնդիրը։